80-ական թվականներին մեծացողների համար նամանավանդ ուզում եմ հիշեցնել մի ֆիլմ կար, եթե այն ժամանակ նամանավանդ դուք ունեիք տանը հնարավորությունը դիտելու, նա ռուսերենով թարգմանված կոչվում էր «Бесконечная история»։ Ֆիլմը բոլորին թվում էր, թե ամերիկյան ֆիլմ է, բայց դա գերմանական ֆիլմ էր։ «Бесконечная история»-ի մեջ տարբեր տեսակի ցեղեր, մարդիկ, ինչ որ տարբեր, նա ֆանտաստիկա էր ինքը, չէ, երեխաների համար, բայց շատ խորիմաստ էր։ Այդ տարբեր մարդիկ բոլորով իրար հետ կռվում էին մի բանի դեմ։ Դա հիշում եք ինչն էր։ Ничто, the nothingness, nothing։ Երբ որ nothing-ը գալիս էր, ամեն ինչ հավաքում տանում էր, հիշում եք ֆիլմի մեջ։ Ինքը այն քար ուտող մարդը, հիշում եք, որ մեծ հսկա, որ քար էր ուտում։ Անկամ նրա քարերն էր տանում, նիչտոն որ գալիս էր, հիշում եք ամեն ինչին տանում էր, ձիուն ոնց խորտակեց, շատ խորիմաստ էր ինքը։ Եվ ինձ թվում է ինչ որ մի ձևով կապված էր predictive programming-ի հետ, այսինքն Հոլիվուդը եւ ինքը Հոլիվուդին կից նկարած էր այդ ֆիլմը, գերմանական էր ռեժիսորը, Գերմանիայից էին պատմությունը, բայց ինքը նկարած էր Ամերիկայի հետ совместный, ոնց որ նկարել էին։ Ես ամենասիրածս ֆիլմերից մեկն էր, երևի այսօր գիշեր էլ կնայեմ, շատ եմ սիրում եւ իրոք շատ խորիմաստ ֆիլմ էր։ Եվ դա նկարված է predictive programming-ի համար ինձ թվում է, քանի որ շատ ֆիլմեր նկարվում են դրա համար, որ մարդիկ ինչ որ ձևով գաղափար ունենան կյանքում ինչ է գալիս, ինչ է լինելու, շուտով ինչ է սպասվում։ Ինչի համար եմ սրա մասին խոսում։ Եթե հիմա նայեք աշխարհում կյանքին, թե ինչի դեմ ենք մենք կռվում, հենց այդ նիչտոն է ինքը, nothing։ Մարդկանց մեջ տեխնոլոգիաներ, որ ասում են, այդ տեխնոլոգիաները ինչ որ չիպերով, էլեկտրոնիկ սարքած բաներ չեն։ Տեխնոլոգիաները դրանք մարդկային ուղեղի համար ստեղծված վիրուսներ են, բիոլոգիական վիրուսներ են, ոնց է կոմպյուտերի վիրուսը։ Ինքը պրոգրամա է, կոմպյուտերի վիրուսը, կոմպյուտերից հասկացողները գիտեն։ Դա պրոգրամա է, որը որ մտնում է կոմպյուտերիդ մեջ, դաունլոդ է լինում կոմպյուտերիդ մեջ, ատակ է անում բոլոր ինչ կա կոմպյուտերիդ մեջ, ինքը ատակ է անում ամեն ինչին, ամեն ինչը խառնում է իրար եւ կոմպյուտերը փչացնում է։ Նույն ձևով սրանք ինստիտուտներ են աշխատել սրա վրա, Օքսֆորդի, Քեմբրիջ, Հարվարդ աշխատել են, որպեսզի այս տեխնոլոգիաները ստեղծեն։ Տգետ նամանավանդ մարդկանց համար աշխարհով մեկ։ Ինքը սիստեմը, մտածելակերպը մտնում է մարդու ուղեղի մեջ, ինքը սկսում է ոչ թե ինչ որ գաղափարախոսություն հետևել, ինչ որ իդեոլոգիայի հետևից գնալ, ոչ, ինքը սկսում է աշխատել իր դեմ, ոնց որ օձը իր պոչը բռնի սկսի իրեն ուտել, ճճուն իր պոչը բռնի սկսի իրեն ուտել, կամ շունը անընդհատ իր պոչի հետևից այսպես պտտվում է։ Ինքը այնց տեխնոլոգիա մարդը առանց հասկանալու, որտեվ դա սարքված է, ստեղծված է, ավելի քիչ հասկացող աշխարհի սխեմաներից, սիստեմներից, կառավարման սիստեմներից, բոլոր գլոբալ սխեմաներից չհասկացող useful idiot-ների, տենց են կոչում, դա իրական տերմինոլոգիա է, Ամերիկայի գաղտնի եւ հատուկ ծառայությունների կողմից սովորական մարդը իրենց կողմից տերմինոլոգիան իրենք կոչում են դրանց useful idiot, այսինքն պետքական իդիոտ, որ իրենք կարող են օգտագործել եւ համարում են, որ մարդկության 85%-ը ամբողջ աշխարհով 8 միլիարդի 85%-ը useful idiot է։ Եվ սրանք այս useful idiot-ները իրենք գնում են մի անձի հետևից։ Դուք տեսնում եք
Մարդ կա, ինքը գնում է Նիկոլի հետևից։ Ինքը իրան չի հետաքրքրում գաղափարախոսությունը, չի հետաքրքրում Նիկոլը ինչ է բերում իր հետ։ Իրան չի հետաքրքրում, եթե իր Նիկոլի բերածը կվերացնի իր սերունդը, իրեն, ամեն ինչ, իր հայրենիքը, իր տնտեսական, սոցիալական վիճակը, իրան չի հետաքրքրում։ Լսում եք ինչ են ասում։ Ինչ չի հետաքրքրում։ Ես Նիկոլի վայ դրա ջանին մեռնեմ, վայ ոտերը, բան։ Դուք հասկանում եք։ Դա ինքը այնքան Նիկոլը ինքը շատ անտիպաթիկ մարդ է։ Ինքը ոչ աուրա ունի, ոչ կարիզմա ունի։ Ես կյանքումս չէի կարող հավատալ, որ կարող է նման մարդ, որը որ չունի ոչ կարիզմա, ոչ աուրա, ոչ չոր սիմպաթիայի հարցը չի կարող լինի։ Այս մարդու հետ ու այսքան մարդ գնում է։ Այսինքն այս մարդկանց համար ստանդարտները այնքան ցածր են, որ իրենց համար այս մարդը Հիսուսն է։ Եվ այս տեխնոլոգիաները հասկանում են, որ տգետ մարդը, դատարկ մարդը, անճաշակ մարդը, որը որ բամբասանքներով է ապրում, ինֆորմացիայի միակ, այսինքն ինքը full ամբողջովին ինֆորմացիայի կարիք չունի, որպեսի կարծիք կազմի։ Ինքը ռացիոնալ մարդ չի, մտածող մարդ չի, փոքր ինչ-որ բան վերնագիր կարդալով, հոդվածի վերնագիրը կարդալով, նա կարող է ամբողջ իր կարծիքը դրա շուրջ ստեղծի եւ անցնի առաջ։ Սխալ կարծիքների վրա գաղափարախոսություն ստեղծող մարդիկ են, գաղափարախոսությունը չի կարելի անվանել, սրանց մոտ չկա նման բան։ Ինքը մարդու հետևից է գնում։ Այս տեխնոլոգիաները գիտեն, որ այս կոնտինգենտը գոյություն ունի եւ հենց այդ կոնտինգենտից շատ է։ Դրանց քանակը աշխարհով շատ է։ Որակով մարդու քանակը քիչ է։ Որակը քիչ է, քանակը շատ է։ Եվ նայեք ինչ է կատարվում։ Ես ձեզ բոլորիդ խնդրեցի, որպեսի երբ որ դիտում եք իմ տեսանյութը, եթե անգամ 75%-ով համաձայն եք, ձեր լայք դնելը ինձ համար, ես ամենայն ազնվությամբ եմ ձեզ ասում, ինձ համար դա չի շոյանքը, ես չեմ անում սա, որպեսի իմ YouTube-ի կանալը monetize անեմ, սկսեմ փող աշխատել, դա չի իմ միտքը, իմ միտքը ընդհանրապես ինչ-որ ոնց ասեմ, fame-ը ոնց են ասում, ձեռք բերեմ, եւ որպեսի ճանաչում ձեռք բերել չի, ես դա չեմ ուզում, ընդհանրապես չի ուզենա իմ երեսը էկրանների վրա երևար կամ ինչ-որ ճանաչում, ինձ այդ մեկը ընդհանրապես պետք չէր, բայց ես ձեզ ասեմ, ես շատ մարդ կա, որ ինձ ասում է իզուր ես անում, իզուր ես դու քեզ գցում քո նորմալ կյանք ունես, ամեն ինչ ունես, քեզ պետք է անգելես, մեկը այս հարցը սենց չի լուծվելու, մեկը ոչ մի բան չես կարողանալու անես երևի թե, մեկը իզուր տեղը համ քեզ ես տանջում, այսքան ժամանակ ես տրամադրում, գնա ամառը ընտանիքիդ հետ միտեղ հանգստացի մի բան արա, ինչ ես ընկես սրա հետ, շատ մարդ կա ինձ ասում է, բայց նաև մարդիկ ինձ գրել էին կոմենտների մեջ, որ ես ոչ մեկի ընտրելու մտադրություն չունեի, բայց ձեր տեսանյութերը նայելուց հետո իմ մեջ հույս է արթնացել, ես գնացել ընտրել եմ եւ մի հոգի չէր գրե դա։ Եվ դա հենց այդ ինձ համար իրոք մեծ արժեք է, որովհետեւ իմ արած աշխատանքը ինչ որ մի արդյունք ցույց է տալիս։ Դա ինձ համար մեծ բան է։ Դրանից ավելի ուրախություն երևի այս գործի մեջ իմ համար այս պահին չկա։ Այսինքն, ես ձեր լայքը որ ուզում եմ, չեմ ուզում, որ ինձ լավ զգամ, ասեմ, տես մարդիկ ասում են, ես ինչ լավ։ Ժողովուրդ ջան, չէ։ Ես գիտեմ, որ ես լավ բան եմ ասում, ես գիտեմ, ես ճիշտ բան եմ ասում։ Ես հասկանում եմ դա։ Բայց այդ տեսակը, որ մարդու հետևից է գնում, ես սա նկատեցի նաև Black Lives Matter Ամերիկայում, երբ որ սևականները սկսեցին Ամերիկան այս վերջերս վարել, վարի տալ իրանց մոտ,
դա էլ էր մտածված, դա մարքսիստ շարժում էր անտիֆայի հետ միասին, քանի որ մարքսիստ շարժումը Ամերիկայում շատ մեծ ուժ ունի անտիֆայի միջոցով, Ստեղ շատ ուժեղ բոլշևիկյան շարժում կա Ամերիկայում մարքսիստ շարժում, շատ ուժեղ, շատ խորացված, ասեմ, դեմոկրատների կողմից շատ մեծ այդ շարժումը, ժողովուրդ, ահագին։ Եվ գիտեք ինչն է զարմանալին, որ այդ նույն բանը հիմա այնտեղ է, իմ վիդեոների տակ, որտեղ որ ես խոսում եմ, նամանավանդ երբ որ ես խոսում եմ իրար նկատմամբ ռասիզմի մասին, որ հայը իրավունք չունի հայ նկատմամբ ռասիստ լինի, կապ չունի հայը որտեղից է եկել, Պարսկաստանից է եկել, Սիրիայից է եկել, Լեբանանից է եկել, Ամերիկայից, կապ չունի ինչ բարբառով կամ ակցենտով է խոսում, այս ոչ մի բանը կապ չունի, մենք իրար նկատմամբ ռասիստ լինելու ընդհանրապես ոչ, ասում անգլերեն ասում են we cannot afford that, մենք չենք կարող դա մեզ թույլ տալ, որովհետև մեր դիրքերը թուլացնում են, մեր դիրքերը թուլացնող յուրաքանչյուր բան, որ մեր դիրքերը թուլացնում են, դրանց դեմ պետքա պայքարվի, որովհետև մեր դիրքերը արդեն ահագին թույլ են, չի կարելի թույլ տալ նման բան։ Ես ասում եմ, մի թողեք միգրացիա, երկրի մեջ մարդ մտնի, տեսեք, այս մարդիկ Նիկոլի կոնտինգենտը, իրենք ուզում են երկրի մեջ տարբեր ազգեր մտցնեն, տարբեր մարդիկ ապրեն Հայաստանում, դրանց նկատմամբ իրանք ռասիստ չեն։ Նայեք մի հատ, ինչ է կատարվում, բայց իմ նկատմամբ, որտեվ ես դիասպորայից եմ, իմ նկատմամբ ռասիստ են։ Սամվել Կարապետյանը ակցենտով է խոսում, ձեռ են առնում, մի հատ մտեք տակը կոմենտները կարդացեք։ Մի հատ տեղ չի մնացել, մի տեղ, որտեղ հայերը իրենք իրանց ունեն, մենք մեր space-ը ունենք, մենք մեր տեղը ունենք, որտեղ մենք հայերով կարող ենք մի բան դիսկուսիայի դնել։ Ամեն տեղ ադրբեջանցիներն ու թուրքերը մտածեն, մեր հետ հավասար խոսում են մեր հարցերից, ձեռ են առնում, քննարկում են, քննադատում են, չկա մի տեղ, որտեղ մենք մենակ կարող ենք լինել, իրար հետ մեր ներսի հարցերը խոսենք, չկա։ Նիկոլի կոնտինգենտը այդ իրենց շարժիչի մեջ անպայման բենզին ու յուղ լցնում, ամեն օր իրանք են հրավիրում, իրանք են ասում, եկեք, դուք մեր աղբերներն եք, մենք ինչ թշնամի, դուք մեր հարազատներն եք, նրանք գալիս են, մեզ ձեռ են առնում, մեզ հայհոյում են, մեզ ասում են, մատ են տնկում, մեզ ասում են այդտենց խելոքանակ, իրանք դրանց բերում մցնում են մեր մեջ, ինձ խոսքի իրավունքից ուզում են զրկեն, իսկ իրանց խոսք տան, դուք հասկանում եք ինչա կատարվում, այս դեպքում, ուրեմն ինչա, ես իմ ժողովրդին խնդրում եմ, ասում եմ լայք դրեք, որպեսզի իմ տեսանյութը առաջ գնա, հիշում եք, Օստապ Բենդերը բանին Կազլեևիչի հետ որ կար, ասում էր, բենզինը ձեզնից, գաղափարը մեզնից, ուրեմն բենզինը ձեզնից, այդ լայքերը բենզինն է, իմ տեսանյութի, գաղափարը իմն է, չէ, ես եմ, բայց դուք գաղափարի հետ համամիտ եք, երբ որ դուք չեք սխմում այդ լայքերը, իրենք 100%-ով իմացեք, իրենք աշխատում են, իրենք ընտրություններին կգնան, իրենք դուրս կգան փողոց Նիկոլի համար, իրենք մեղվի պես, իրենց դատարկության, իրենք իրենց դեմ աշխատելու, որ չեն հասկանում, իրանք իրանց դեմ աշխատում են, իրանք իրանց ապագայի դեմ կռիվ են, իրանք իրանց պայծառ ապագայի դեմ կռիվ են տալի եւ անում են դա հաճույքով, ջանասիրությամբ եւ դուս են գալի աշխատում են, հավաքվում են իմ վիդեոների տակ, այնքան են սրանից դնում, այնքան որ իմ վիդեոները սպանեն եւ անում են դա։ Եվ ես նայում եմ, ինձ բոլորը կողքից անգամ մեկ կինս զանգում է, ասենք ասում է, «Էս ինչ ես դրել, այսքան դու ասենք չես մտածում, որ կարող է խնդրի մեջ գցես քեզ, մեզ բոլորիս անհանգստություն բան, չես մտածում, ասենք ինչն է էլի պատճառը, դու լավ կյանք ունես, ինչի համար ես անընդհատ այսքան ուժ տալիս, լավ էլի արա, բայց մի քիչ ավելի հանգիստ, ասում գործ չունես, դու մի խառնվի, գործ չունես, ես գիտեմ ես ինչ եմ անում, ու որով ես ոչ մեկի
ինչ որ ոչ մեկի սայլակը չեմ քշում առաջ, ոչ մեկի վագոնը չեմ բրթում առաջ, ոչ մի կանդիդատի, որը որ ասենք ընտրություններին մասնակցում են, դրանք ոչ մեկ իմ համար այդքան բան չունեն, հասկանում եք, ես նրանց համար չեմ անում սա, ամեն մեկին իր լավի եւ իր վատի ճշմարտությունը իմ համար գոյություն ունի, ես ասում եմ, ես մարդ ես ինչ բանով լավն է, այս ինչ հարցերում վատն է, վերջ, բայց ես չեմ տեսնում այդ ոչ մեկի իմ համար ամբողջ Հայաստանի political landscape, դա նշանակում է քաղաքական դաշտը պետքա մաքրվի, ամբողջ, պետքա գա նոր մարդ, նոր մարդիկ, եւ ես արդեն ասել եմ, ես ինչպիսին եմ տեսնում Հայաստանի ապագան, ես ինչ եմ տեսնում, հիմա ով կհամաձայնվի, իմ հետ չի համաձայնվի, դա ձեր գործն է, բայց ես տենց եմ տեսնում, բայց այս պահին, որպեսզի մենք ազատվենք այս սիտուացիայից, ազատվենք այս ապագա տեխնոկրատական այս ստրկությանը, որը որ բերվում է, որը որ քանդում է մեր հարաբերությունները կողքի պետության հետ, կողքի պետությունների կարևոր, որոնցից մենք լիքը ստանալու բան ունեինք, այս ամեն ինչի համար, եթե դուք իմ հետ եք, խնդրում եմ ձեզ, մի զլացեք, այդ մի լայքը ոչ մի բան չի տանում, որովհետև իրանք ձեզ վստահեցնում եմ, դուք չեք տեսնում, որովհետև YouTube ստուդիոյի մեջ է դա միայն ցույց տալի։ Լայքերը ցույց է տալի մարդկանց, բայց դիսլայքերը ցույց չի տալի, բոլորը գիտեն դա YouTube-ի մեջ։ Դուք գիտեք իրանք ինչ երանդով են մտնում եւ ինչ արագությամբ իրանք ոնց որ գրուպավոր աշխատեն։ Մարդիկ գործ են անում, թե ֆեյքերի միջոցով, թե իրանք մտնում են իմ տեսանյութերի տակ այնքան դիսլայք են դնում, որ վիդեոս չի կարողանում առաջ գնա։ Եվ մեր գաղափարախոսությունը այն ինչ որ մենք ենք ուզում, չի ստացվում, որովհետև իմ կոնտինգենտը այտենց նվիրված չի այս գործին։ Մարդիկ չեն դուրս գալի ընտրելու, չեն հավատում, չեն ուզում, չեն մտածում են դե լավ է հիմա խոսում ես լավ է, լսեցի, ես գնացի, ես գործ ունեմ։ Ժողովուրդ ջան, եթե չանենք սա, եթե իմ տեսանյութը 1000 մարդ է նայելու, եւ ես ինձ, իմ ընտանիքին, իմ ապագան, ես արտակարգ կյանք ունեմ, ամեն ինչ ունեմ, ինձ պետք չի ոչ մի բան, ես կարամ իմ կյանքը շարունակեմ եւ վերջ, իմ համար հանգիստ, այսպես գցեն իմ համար մինչև կյանքիս վերջը երեխեքս էլ իրանց համար լավ տեղավորվեն, գնան, ասենք այդ ամեն ինչը կոնտրոլի տակ է։ Ես պետք չունեմ ընդհանրապես։ Ես ես ոչ փողի համար եմ անում, ոչ մեկ, ես սա անում եմ կոնկրետ մի բանի համար, որպեսզի Հայաստանի Հանրապետություն գոյություն ունենա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, այս հանրապետությունը դառնա մի երկիր, որը որ բոլոր սեղանների շուրջ աթոռ կունենա, որ այսպես չհավաքվեն Լենիններն ու Վուդրո Վիլսոնները առանց Հայաստանի թուղթ ստորագրեն, հետո հավաքվեն հետագայում Էրդողաններն ու մնացած Պուտինները թուղթ ստորագրեն, որ կամ ով ուզումա լինի, ես ինչքան էլ Ռուսաստանի կողմնակից եմ Հայաստանի հարցով, ես միևնույն է հայամետ եմ եւ ինձ համար ես տեսնում եմ հայ ժողովրդի եւ Հայաստանի համար որ պետությունն է ավելի ձեռնատու եւ կարեւոր եւ հարգում եմ այդ պետության լիդերին, որովհետեւ նա իրոք կարող է Հայաստանի համար անի այն ինչ որ պետք է։ Մնացած բոլոր պետությունները ոչ մեկ Հայաստանի համար ոչ մի բան չի անելու, ոչ մի բան։ Կա մենակ մի պետություն, որ Հայաստանի համար կանի դա։ Այն ժամանակ ցարն էր, որ կաներ եւ անելու էր, եթե չգային մեջտեղը չընկնեին մնացած ոչ մեկը, հիմա էլ էս մեկն է, բայց ժողովուրդ ջան, եթե դուք չօգնեք, եթե դուք չլցնեք բենզին իմ մեքենայի մեջ, ես չեմ կարող վարել այդ մեքենան, որովհետև իրենք իմ մեքենայի բակի մեջ
անընդհատ պեսոկ են լցնում։ Դուք գիտեք չէ, որ պեսոկ ես լցնում ավտոյի բակի մեջ ինչ ա լինում։ Դուք գալիս եք 10 հոգուց մի հոգին լայքա դնում, մի հոգին ամենաշատը 10-ից մեկը իրենք մտնում են եւ 10 հոգուց 10 հոգին այս ա դնում։ Նամանավանդ երբ որ ես խոսում եմ հայկական ռասիզմի իրար նկատմամբ եւ դիասպորայի ներկայության մասին, որ պետքա որ դիասպորան մնա, որովհետեւ առանց դիասպորա Հայաստանը չի կարող, իրենք դիասպորայի դեմ են կռվում, որովհետեւ Ամերիկայի գաղափարախոսությունը, Անգլիայի, Իսրայելի գաղափարախոսությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի նամանավանդ գաղափարախոսությունը Հայաստանի համար, այնա որ դիասպորան ընդհանրապես չխառնվի, որովհետեւ իրանք դիասպորայից վախենում են, Հայաստանից ոչ։ Այդ դիասպորայից իրանք շան պես են վախում, թե Թուրքիան, թե Ադրբեջանը, շան պես իրանք գիտեն դիասպորան ինչ ուժ ունի։ Միակ իրանց վախացնող հանգամանքը դա հայկական դիասպորան է։ Հայաստանի ժողովուրդը ընդհանրապես իրանց չի վախացնում։ Ուրեմն, եթե դուք համաձայն եք իմ հետ եւ համամիտ եք, որ մենք պետքա կռվենք ու ես անեմ գործը, դուք ուղակի այդ կնոպկեն սխմեք, արեք, եթե ոչ, ես մի քիչ կփորձեմ, բայց եթե պարզվեց, որ իրանք ավելի աշխատասեր են, իրանք իրանց սխալ իդեոլոգիայի համար ավելի եռանդուն աշխատանք են տանում, քան թե մենք մեր ճիշտ, ուրեմն ես ուղակի կհարգեմ իրանց աշխատասիրությունը, կասեմ գիտեք ինչ, դուք ճիշտ եք, մենք սխալ, ինչքան էլ որ դուք սխալ եք, ես գիտեմ, որ դուք սխալ եք, բայց դուք աշխատանքը արող եք, մեր կողմը արող չի, ուրեմն վարի տվեք Հայաստանի Հանրապետությունը, որ դուք հասկանաք դուք ինչ եք արել, երբ որ կհասկանաք, այն կողմն էլ, այս կողմն էլ այդ ժամանակ կսկսի լայք դնել նման տեսանյութերին, որպեսզի մենք հետ բերենք մեր հանրապետությունը եւ մեր հանրապետությունը կոչենք ուրիշ անունով, ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ երևի Հայաստանի թագավորություն կամ Հայաստանի ինչ որ մի բան, որը որ պարլամենտական չի, որովհետև այս պարլամենտական համակարգը չի աշխատում։ Մեր երկրում սա չի աշխատում։ Այսինքն մի հատ Նիկոլ ընկնում է եւ ամբողջ համակարգը տերորի տակ է պահում պարլամենտի միջոցով։ Չի աշխատում, սա մեր երկրի համար չէր։ Սերժ Սարգսյանը սա արեց, որպեսզի իրեն ձեռնատու լինի դա։ Իրեն, ոչ թե պետությանը, ոչ թե Սերժ Սարգսյանի ամենամեծ սխալը դա էր։ Երկրորդ ամենամեծ սխալը, որ բանակը չհանեց սրա նկատմամբ անի այն ինչ որ պետքա, չարեց նա եւ չարեց նույն պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց, որ ինքը վերջ Ղարաբաղի հարցով չի զբաղվելու, անցավ մյուս դաշտ, Սերժ Սարգսյանն էլ չանցավ մյուս դաշտ, բայց ասեց լավ, չեմ կարող, այս սրանք վախացնում են, բան են անում, պետք է ինձ, ոբշմ կներես Պուտին ջան, չեղավ, ոբշմ չստացվեց, բան չկա, ես հիմա ասենց կնստեմ թոշակի կացնեմ վերջ, հասկանում եք, ոչ, եթե չեք անելու դա ժողովուրդ ջան, ես իրոք մարդիկ մտնում են իմ տեսանյութերը վերացնում են, այնքան են սրանից դնում, դուք մտնում եք նայում եք, համաձայնվում եք, թողում գնում եք, լավ, օքեյ, համաձայնվեցիք կամ մի հատ կոմենտ գրեցիք, շնորհակալություն կոմենտի համար, որը որ էլի օգնում է, բայց եթե պետքա չանեք դա, ուրեմն իրենք հաղթելու իրավունք ունեն, իրենք աշխատում են իրանց սխալ գաղափարախոսության համար, մենք ոչ, ուրեմն թող իրենք հաղթեն, իրենք ճիշտ են, մենք սխալ ուրեմն, այդքան բան, խնդրում եմ, եթե դժվար չի, ուղղակի արեք դա, ես նորից եմ կրկնում, չեմ ուզում շոյման համար, ես բայց զգացված եմ գլուխը շոյեք, ես ես ինչ լավ գործ եմ, դրա համար չի սա, դրա համար չի, ինձ ոչ դա է պետք, ինձ ոչ գումարն է պետք, ինձ ոչ մի բանը պետք չի, ինձ պետքա երկիրը չկորցնենք թշնամիներին եւ պահենք, որպեսզի մենք ոնց հայրենիքը կորցնենք հետո բա հետո ինչ ենք անում, հետո ոնց եք ապրում դուք ձեր հետ, Ռուսաստանից ոնց եք ապրելու դուք ձեր հետ, Ամերիկայից, Ֆրանսիայից, մյուսներդ,
Չեք տեսնում ինչա կատարվում։ Դրա համար խնդրում եմ, դա ուղղակի կարևոր է։ Ես ուր մտնում եմ, ում նայում եմ, անպայման դնում եմ, եթե մեր կողմից է, անպայման, անպատճառ։ Եթե մոռանամ, հանկարծ հիշում եմ, հետ եմ գնում, անում եմ։ Դա շատ կարևոր է, որովհետև ալգորիթմը միայն աշխատում է դրանով։ YouTube-ը տեսնում է լայք են դնում մարդիկ, սկսում է վիդեոն բրդել առաջ։ YouTube-ը տեսնում է մարդիկ դիսլայք են դնում, ասում է ոչ մեկ էսի չես ինչա խոսում էսի, որ սենց բաներ են անում։ Վիդեոն գցում է, դրա համար իմ վիդեոները 700-800 պրոսմոտորը չեն անցնում։ Ում է պետք, եթե սրա համար պետք է անեմ այսքան աշխատանքը, ինձ գցեմ ռիսկի տակ, իմ կյանքը դնեմ ինչ որ տարբեր տեսակի բաների մեջ, որ 700 հոգի մարդ նայի, մենք մերոնցով տենց փոքր նստենք նայենք, ասենք նո, ես դրա համար չեմ անելու սա։ Եթե պետք է անեմ, նորմալ պետք է անեմ, եթե ոչ, ուրեմն ես գնացի հետ իմ կյանքով նորմալ ապրեմ, ինչ էլ նոմա թող լինի, ես մի կերպ իմ հետ կգամ այդ համաձայնության, որ ինչ եղել է, մինչև որ ես իմ ձևով կկռվեմ։ Ես իմ ձևով կկռվեմ։ Շնորհակալություն ձեզ, որ նայեցիք։ Մի բան էլ ասեմ, սա շատ կարևոր է։ Ուրեմն Օքսֆորդի համալսարանում, ես անպայման ասեմ նոր գնամ, գործ ունեմ, կանգնած խոսում եմ։ Օքսֆորդի համալսարանն էր, կարծեմ, ուրեմն մի հետազոտություն էին արել, շատ հետաքրքիր։ Ոչխարներին լցրել էին մի հատ մեծ մեքենայի մեջ փոխադրամիջոց։ Տարել էին ման տալու, ուղղակի ման տալու։ Ոչխարների սրտերին ու բան էին միացրել, որ տեսնեն համ զապիսը ձայնային տարբերություն կա, եւ սրտի աշխատանքի մեջ բան։ Տարբերություն չկա, ոչխարները գիտեն, իրանց ման են տալի։ Տենց շատ թեթևակի տարբերություն, ձայնային տարբերություն, հետ են բերել, իջացրել են, մյուս օրը գալիս են, ոչխարներին լցնում են եւ այս անգամ քշում են սպանդանոց։ Այս անգամ ոչխարների ձայները շատանում են, նևրոզ վիճակ է, սրտի աշխատանքները ուրեմն բան ա լինում, այտենց в общем, հասկանում եք, գիտեն, որ իրանց տանում են սպանեն, ոչխարները։ Հետո բերում են, հետ են թողնում ոչխարներին, մյուս օրը գալիս են ոչխարներին նորից լցնում են եւ այս անգամ կլասիկ երաժշտության տակ են տանում։ Այս անգամ ոչխարները կլասիկ երաժշտության տակ հանգիստ գնում են սպանդանոց։ Մի քանի ոչխար ալնում մեջներից, որ սրտի աշխատանքը արագանում է, ձայնային տարբեր ձայները հանում բան, տանում են սպանում են։ Ոչխարները ավելի զգոն են, քան թե այս կոնտինգենտը։ Սրանց միացնում են թաթան 16 այտենց պարելով այս ոչխարներին։ Սրանք անգամ այդ բանի բնազդը չունեն, ռեֆլեքս չկա, բնազ չկա, իրանց տանում են, իրանց վերջն են տալու, իրանց տանում են վերացնելու, իրանք պարելով գնում են, իրանք անգամ ոչխարի բնազ չունեն, այսքան թույլ է սրանց մոտ, բայց իրենք իրենց ապագան, իրենց սերունդների ապագան, իրանց երկրի վերացման աշխատանքում շատ ակտիվ մասնակցում են։ Իմ նման մարդկանց, որոնք որ կռվում են, որ տենց բան չլինի հանկարծ, իմ նման մարդկանց դեմ աշխատելուց ակտիվ աշխատում են։ Մեր տեսակը, որ փորձում է կռվի, երկիրը չվերանա։ Ասում է ես չեմ ուզում գնամ ընտրության, չեմ ուզում անեմ, հույսը կտրած ապրում եմ։ Ես հասկանում եմ, որ ավելի հասկացող մարդը, ավելի մակարդակով մարդը, ավելի ուսում ստացած, տեխնոլոգիաներից մի քիչ ավելի հասկացող, ավելի կյանքը տեսնող մարդը մի քիչ ավելի пассив է միշտ։ Բայց հենց այդ пассивության պատճառով է, որ մեզ միշտ այս նիչտոն հաղթում է։ Նիչտոն գալիս է այսպես հավաքում ու տանում է դատարկությունը։ Եթե մենք չկռվենք դրա դեմ, խնդրում եմ, կռվեք դրա դեմ։ Դա ուղղակի դա չի հարցի լուծումը, դա ճանապարհ չի։ Նիչտոն եկել է, այդ նիչտոն։ Ֆիլմի մեջի նիչտոն։ Մենք դրա դեմ ենք կռվում։ Կռվեք։
Շնորհակալություն։